Բարև ձեզ Ջիվան, շատ ուրախ եմ, որ դուք ստեղ եք, մեր հետ ստեղ եք աղում, իմ հետ իմ դասատունա, Ջոնատան Բրոդա։ Բարի ողջույն, ես նույնպես ուրախ եմ Très heureux d'être avec nous. և շատ էմոցիոնալ գտնվել Էկարում հիմա, Il a beaucoup d'émotions d'être ici, որովհետև ես 20 տարի շարունակ միշտ իմ մտքում ունեցել եմ Էկար անունը և վերջապես հասա Էկար։ On est très honoré de te recevoir, Jivan. Je parle en mon nom, Jonathan Broda, mais aussi au nom de Frédéric Setterlé et Aurélie Bernard, le directeur et directeur adjoint de l'école. Bienvenue. Je pense aussi à Christine Harid et Jean-Paul Villien, qui sont les fondateurs de l'école et qui étaient les personnes qui t'avaient sélectionné pour pouvoir rentrer à l'école il y a 20 ans maintenant. Շնորհակալություն, բայց նախ եւ առաջ կուզեմ, որ շնորհակալություն հայտնեմ կրկին անգամ։ Իսկապես 20 տարի առաջ ես երազում էի սովորել Էկարում, բայց իմ մոտ չստացվեց։ Ես ընդունվել էի եւ չստացվեց միայն ինձ չտալով ֆրանսիական վիզա մուտքի արտոնագիր, որ գամ սովորելու համար, եւ կարծես թե այսպես մի երազանք իմ մոտ կիսատ էր մնացել, եւ Քրիստինա Ռայդը անհավանական ամեն ինչ արեց, որպեսզի ես գամ, բայց փաստացի չկարողացանք պոլիտիկ դեմքերին փոխել, իրենց մտափոխել, որ ինձ վիզա տան եւ կարողանամ գալ։ Եվ ուզում եմ այստեղ հենց հիմա շնորհակալություն հայտնել բոլորին եւ նաեւ Քրիստինա Ռայդին իր բոլոր ջանքերի համար, որ փաստորեն միայն 20 տարի առաջ չէ, նաեւ հիմա է։ Oui, je saurais faire passer le message à Christina et Jean-Paul, ne t'inquiète pas. Yeah. Voilà, donc moi je me demandais si tu te rappelles par exemple de la première émotion cinématographique que tu as eue. Շատ վաղուց երբ որ ես ընդամենը երեխա էի, երազում էի, որ կինոռեժիսոր դառնամ։ Եվ իրականության մեջ իմ պատանեկությունը, երիտասարդությունը անցել է պատերազմի ժամանակ, 90-ականներին Արցախում պատերազմ էր, եւ փաստորեն կար հոսանքի անջատում, կար շատ դժվար կյանք եւ հնարավոր չէր տարիներ շարունակ ունենալ հնարավորություն ֆիլմեր դիտելու։ Եվ պատերազմից հետո միայն 1994 թվականի, երբ որ կյանքը սկսեց վերականգնվել, ես այդ ժամանակ իմ ամբողջ այսպես կյանքով լեցուն սկսեցի ֆիլմեր դիտել, հնարավոր բոլոր ֆիլմերը դիտել, որ այդ աշխարհին ծանոթանամ, երբ որ արդեն պատերազմը ավարտվել էր, հոսանք կար, կյանքը հունի մեջ էր, ես սկսեցի կինո նայել։ Ես ուզում եմ մի ֆիլմի մասին խոսեմ, որ իմ կյանքում բեկում ա մտցրել, որ ես այդ ֆիլմը դիտելուց հետո որոշել եմ, որ այո, պետքա կինոռեժիսոր դառնամ։ Եվ ես պետքա պատմեմ իմ պատմությունները կինոյի լեզվով։ Շատ տարիներ առաջ էր դա, 1997 թվականն էր, երբ որ ես դիտեցի հոլանդացի ռեժիսոր Ջոս Ստելինգի «Թռչող հոլանդացի» ֆիլմը։ Եվ հետո տարիներ հետո ես շատ երևելի կինոռեժիսորների ֆիլմեր եմ դիտել, կինոռեժիսորների ֆիլմեր եմ դիտել հետագա տարիներին եւ դարձյալ իմ վրա որ մեծ ազդեցություն ա ունեցել դա լեհ կինոռեժիսոր Քրիստոֆ Կիսլևսկին է։ Հրաշալի ֆիլմ Կապույտը Blue, Ջուլիետ Բինոշն ա խաղում, Three Color, Blue, White, Red։ Ֆիլմերն են, որոնք իմ կյանքը փոխել են եւ ինձ վերահաստատել են, որ ես պետքա կինոյով զբաղվեմ։ Christophe Kieslowski est quelqu'un qui a fait l'école de cinéma de Łódź, qui est très célèbre en Pologne, mais qui a commencé par faire des documentaires avant de faire de la fiction. Est-ce que c'est peut-être aussi pour ça qu'il a pris ce chemin-là? Ես հնարավորություն ունեի սկզբից դոկումենտալ ֆիլմեր նկարել։ Շատ դժվար է ֆիչր ֆիլմ նկարել Հայաստանում։ Est-ce qu'il pense que le documentaire c'est plus pédagogique pour apprendre à faire des films? Ինձ թվում է թե դոկումենտարներով հնարավոր է ավելի լավ ճանաչել մարդուն։ Որովհետև դու հազարավորների մեջ փնտրում ես այդ մարդուն, որպեսզի ինչու պետքա իր մասին դոկումենտար անես, ինչու պետք է ինքը դառնա քո ֆիլմի հերոսը։ Հազարավոր պատմությունների մեջ դու փնտրում ես ամենատիպիկ մարդկային պատմությունը, որ պետքա դառնա սինեմայի աշխատանք։ Ինչու դու փնտրում ես եւ դոկումենտալը քո մեջ բացում է դու տեսնել շատ բաներ, որոնք որ շատ հազարավոր մարդիկ չեն տեսնում։ Սկզբից հնարավորություն չունեի զբաղվել ֆիչր ֆիլմերով։ Պետքա դոկումենտալ ֆիլմով սկսեի TV-ում, ուսանողական կյանքում, եւ բայց դա ինձ իրականում շատ լավ է օգնել։ Եվ եթե ես հիմա ֆիչր ֆիլմեր եմ նկարում, չի նշանակում, որ ես դոկումենտալը անցել եմ եւ դոկումենտալ արժեքավոր չի։ Ես համարում եմ հիմա էլ, որ դոկումենտալ ֆիլմը շատ ավելի դժվար է նկարել, քան ֆիչր ֆիլմը։
je suis 100% d'accord avec lui. Շնորհակալություն։ Այնպես չլինի, որ փոխման որ 20 տարի առաջ ինձ ընդունել են։ J'aurais pu être ton professeur, mais je crois qu'aujourd'hui, les choses se sont inversées. Ես մնում եմ ուսանողը հավեր։ Je suis très touché parce que quand il a dit tout à l'heure qu'il était enfant et qu'il vivait la guerre, ça m'a fait penser au personnage du personnage principal de son film Tevanik qu'il a fait en 2014. Est-ce que j'ai raison? Միանշանակ այո, Թևանիկի պատմության մեջ ոչ միայն ինձանից կա, այլ իմ նման շատ ու շատ շատերի պատմությունն է բերված ֆիլմ։ Եվ Թևանիկը feature ֆիլմը, բայց պատմված է իբր դոկումենտարի, որտեղ որևէ բան հորինված չի, եւ որևէ բան հորինված չի։ Հագուստը, վերաբերմունքը, հարաբերությունները, դիալոգները, ես փորձել եմ իրական հիշողությունների իմ նման պատանիների կյանքը բերել ֆիլմ։ Oui, moi j'ai senti que le film était majoritairement avec des acteurs non professionnels et tourné en décor naturel. Բավական մաս դերասանների հետ մարդիկ են հասարակ, որոնք դերասան չեն։ Ես մոտիկացել եմ այդ մարդուն, ասել եմ, ես քեզ պետքա դեր տամ։ Նա ասում է, ես դերասան չեմ, որ դեր տաս։ Ասում եմ, չէ, ես դու պետք է ֆիլմում խաղաս, դու չգիտես, դու ո՞նց ես խաղալու։ Ես համոզել եմ, հետո նստացրել եմ, ասեմ, նայ դու էստեղ, այս իրավիճակի մեջ դու անում ենք սա, այն ինչ որ դու ամբողջ քո կյանքում անում ես։ Mais oui, j'avoue que j'ai un peu l'émotion que j'ai un petit peu quand je vois les films, par exemple, de Rossellini, qui a filmé l'Italie de l'immédiate après-guerre. J'ai senti qu'il y avait quelque chose un peu de proche dans son style. Ինձ համար մեծ կոմպլիմենտ է, որ իմ ֆիլմը դիտելուց զգում եմ, որ Ռոսելինի ազդեցությունը կա, որովհետև ես Ռոսելինի շատ եմ դիտել, բայց ավելի ուշ, ուսանողական տարիներին։ Նյուրռեալիզմի շրջանը այդ իմ համար ամենաշքեղ կինոյի հնարավորության շրջանն է։ Ամենալավագույն շրջանն է, երբ որ դու կարող ես ֆիլմ նկարել։ Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը Հռոմը բաց քաղաք է։ C'est celui-là auquel je faisais allusion, qui a été tourné 6 mois après la guerre, avec les habitants de Rome qui jouaient leur propre rôle 6 mois après. Alors, puisqu'on parle de Tevanik, il y a une autre scène qui m'a vraiment enthousiasmé quand j'ai vu le film. C'est plutôt vers la fin du film, quand il y a le petit garçon avec le fusil et qu'il voit cette jeune femme qui va prendre une douche, un bain devant une très belle cascade. J'ai trouvé que c'était une scène très belle parce que ça mettait en avant l'enfance, le désir, le rapport à l'autre, le rapport. Je trouvais que c'était très touchant et ça m'a fait penser à un autre film aussi. Et ça m'a fait penser à une scène que j'aime beaucoup dans un film qui s'appelle Il était une fois l'Amérique de Sergio Leone, où le personnage qui joue Robert De Niro jeune observe une femme en train de danser et on rentre comme ça dans l'imaginaire du garçon, dans le réel et en même temps l'imaginaire. Ça m'a fait vraiment penser à cette scène-là. Իրականության մեջ ես շատ հուզված եմ այս ամեն նույն ականացումների համար, որովհետև մեկ անգամ Ամերիկայում ֆիլմը դա այն ֆիլմն ա եղել, որ ես օրվա մեջ մի քանի անգամ նայել եմ։ Տոմս առնելու համար մենք ինչ ունենք վաճառում ենք, դատարկ շիշ կամ որևէ երկաթ, որպեսզի նորից տոմս առնենք եւ կարողանանք իմ դասարանցիների հետ նորից մտնենք ֆիլմը նայենք, նորից մտնենք ֆիլմը նայենք, նորից մտնենք։ Իսկապես դա կինոյի կյանք փորձում ես դու այդ տոմս գնես, որպեսզի էլի նայես ֆիլմը, էլի նայես, որտեղ դա խելագարություն է։ Ես ասում եմ, որ պետքա նորից նայեմ այս ֆիլմը։ Եվ այդ ժամանակ ես 16 տարեկան չկանք մենք շատ խնդրում ենք, որ մեզ ներս թողեն։ Կա անմեղության պահ, երբ որ դու առաջի անգամ տեսնում ես գեղեցկությունը ինչ է։ Եվ դու գեղեցկության առջև անզոր ես դառնում։ Եվ դա կարող է հենց այդ ֆիլմերի դիտելու ազդեցությունն է, որ մի օր հետա գալիս քեզ։ Moi, je trouve que c'est vraiment une très belle scène qui n'est pas du tout érotique, au contraire, qui est juste plutôt sur la découverte du monde. Je trouve qu'il y a une qualité dans cette scène que j'essaie de transmettre à mes élèves, c'est un peu de pudeur. Թշնամի տեսնում է գեղեցկություն եւ նա չի կարող գեղեցկությունը սպանել, բայց երբ որ նա վերադառնում է զինվորական հագուստի մեջ, դառնում է թշնամի, որովհետեւ ես չեմ ուզում խոսեմ զինվորի մասին, քարակտերի մասին, կերպարի մասին, ով գեղեցկություն է սպանում։ En tout cas, j'avais compris ça et je suis ravi qu'il ait été dans ces intentions-là. Alors, puisqu'on parle d'intention, est-ce que Jivan, il écrit lui-même ses scénarios? Est-ce qu'il les écrit seul? Est-ce qu'il les écrit avec quelqu'un? Ես աշխատում եմ սցենարիստի հետ հավասար։ Ինչու եմ աշխատում սցենարիստի հետ? Որովհետև այս պատմությունները սցենարիստը չի բերում, այլ այդ պատմությունները իմ զգացած, ապրած պատմություններն են, որ ես փորձում եմ
սցենարիստի հետ աշխատել, որ դառնա սցենար։ Որովհետև ես ֆիլմ չունեմ իջև հիմա եւ իմ ապագայի ֆիլմերը նման չեն, որ ես սցենար ունեմ եւ ֆիլմ եմ անում։ Այդ պատմությունները պետք է ինձ ուզեն։ Այդ պատմությունները պետք է իմ ներսից գան։ Այդ պատմությունները պետք է ես ուզենամ գոռամ, գոռալու փոխարեն ֆիլմ անեմ։ Quand il est sur le tournage, est-ce qu'il est plutôt sur la caméra, faire la lumière, ou est-ce qu'il est surtout avec les acteurs, ou les deux? Ես ֆիլմի ընթացքում կողքից որ նայես, երբեք չես հասկանա, որ ռեժիսորը ես եմ։ Որովհետև ես չեմ սիրում նստել վրանի տակ, կամերա մոնիտորների դիմաց։ Ես օքեյ հետևում եմ մոնիտորին, իմ վրա կախած, բայց ես սիրում եմ լինել դերասանի մոտ, որովհետև ինձ համար շատ կարևոր է ես ստանամ դերասանի միջոցով ինչ ուզում եմ ստանալ։ Ես շատ այլ ձև եմ աշխատում դերասանի հետ։ Ես դերասանների հետ շատ երկար 5 ամիս, 6 ամիս օֆիսում, ասիկա ստուդիոյի մեջ խոսում եմ իրանց հետ։ Խոսում եմ քարակտերից, խոսում եմ սկրիպտից, խոսում եմ 1, 2, 5 հոգի, ովքեր այդ խաղալու են։ Ես փորձում եմ իրանց հետ աշխատել եւ հասունացնում եմ, որ մարդ ուզենա հրաբուխի նման ժայթքի եւ այդ ժամանակ հասցնում եմ նկարման հրապարակ։ Եվ ամբողջ տեխնիկալ DOP-ին, իր դեպարտամենտ ամենը պատրաստ են, որպեսզի ես եւ դերասանը ստեղծենք այդ վարքյանը։ Merci pour ces réponses. Comment ça se passe ensuite en post-production? Est-ce qu'il travaille avec un monteur? Est-ce qu'il monte lui-même? Comment ça se passe, cet aspect-là? Ես միշտ ունեմ մոնտաժող, որ աշխատում եմ մոնտաժողի հետ, բայց ես երբեք մոնտաժողին չեմ թողում առանց ինձ։ Ես միշտ մոնտաժի ժամանակ կամ, որովհետև կադրերի հաջորդականությունը, պատմությունը պատմելու այն ինչ որ կա գլխից մեջ, ես մոնտաժի ժամանակ շատ բան եմ փոփոխում։ Le réalisateur français Jean Cocteau disait qu'un réalisateur qui ne monte pas est traduit en langue étrangère. Միանշանակ 100% պետք է դու քեզ նվիրես ֆիլմին, անմնացորդ 100% պետք է նվիրես։ Դա նկարման ժամանակ, pre-production-ում, post-production-ում դու պետք է քեզ նվիրես։ Այս ֆիլմը պետք է քո երախու նման կյանք տաս իրան, որ ինքը թևեր առնի ու թռնի։ Merci pour ces réponses. Quand j'ai regardé son film de fiction suivant, Last Inhabitant, j'ai vu qu'il avait eu le désir de mettre en scène de façon un peu historique l'histoire de son pays. Est-ce que c'était son désir véritable? Ես ուզում եմ իմ երկրորդ ֆիլմի ժամանակ շեշտադրումը դնել հենց պատմության վրա։ Դեպքեր, որոնք որ կարևոր են եւ դեպքեր, որ եղել են։ Եվ փաստորեն այն մարդիկ, որ ֆիլմի մեջ կան, իրական մարդիկ են, որոնք նաև պրեմիերի ժամանակ են եղել։ Ֆիլմի պրեմիերայի ժամանակ եկել են, որը ես հիմա ֆիլմի վերջաբանը մի քիչ փոխել եմ եւ այլը, բայց կերպարները իրական մարդիկ են հայկական կողմից, որոնք որ նաև մեր օրերում ապրում են, իրական քարակտերները։ Եվ այդ մարդիկ իրական ես խնդիր եմ դրել, որ հենց ճիշտ այդ մարդկանց մասին պատմում, իրենց պատմությունը պատմում։ Իմ կարծիքով իմ ամենապոետիկ ֆիլմը The Last Inhabitant-ն է, որ պոեզիայի է նման։ Դերասանների հետ աշխատելը շատ հետաքրքիր է եղել։ Մենք լոքեյշնները պատրաստել ենք 2 ամիս առաջ, եւ դերասաններին վերցրել են 1 շաբաթ գնացել են լոքեյշնները։ Այնտեղ չեն քնել։ Քնել են հոթելում, բայց ամբողջ օրը այնտեղ են անցկացրել։ Oui, donc je comprends qu'il a un rapport à la mise en scène qui est aussi d'immerger les comédiens, les acteurs dans la situation. Ես կարծում եմ, որ մի լավ ամենազորեղ միջոցը ֆիլմը պատմությունը պատմելու դերասանն է։ Ամենաուժեղ գործիքը, որ ռեժիսոր կարողանա ֆիլմը պատմի, դա դերասանն է։ Ես շատ դժվար է եղել The Last Inhabitant-ի դերասաններին համոզելը, որովհետև շատ famous դերասաններ կան հայտնի։ Ես շատ կարևոր կերպով կարողացել եմ բացատրեմ, որ դու պետք է խաղաս, եւ այդպես չի, որ ուղղակի ես քեզ առաջարկ եմ անում, թե ինչու պետք է դու խաղաս, ես 10 ինչուների եմ պատասխանել։ Merci pour cette réponse. Alors, de la même façon que pour Tevanik, il y a une scène que j'aime beaucoup dans The Last Inhabitant, c'est plutôt vers la fin encore, quand il se promène dans la forêt. Et cette scène m'a encore une fois rappelé un autre film que j'aime beaucoup, qui s'appelle Derzu Uzala de Kurosawa, tourné en URSS. Շատ սիրուն զրույց է, շնորհակալություն գեղեցիկ զրույցի համար։ Շատ կարևոր բաներից ենք խոսում, որովհետև ի վերջո դու տեսնում ես, զգում ես էմոցիոնալ ապրումներ ես ունենում ուրիշ այլ ֆիլմեր դիտելուց։ Երբեք չենք մտածել, որ նույնը կրկնենք, բայց հիմա եթե երբեք չենք մտածել, որ պետք է կոպի անենք, բայց երբ որ հանդիսատեսը դա զգում է, նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել իսկապես մեր ուզածին, որովհետև
զգացած օրինակները շատ բարձր օրինակներ են, շատ գեղեցիկ օրինակներ են։ Իրապես իմ կարծիքով կինեմատոգրաֆը շատ կարևոր մաթեմատիկական ֆորմուլա ունի, որ մաթեմատիկայի հետ բոլորովին կապ չունի։ Պարզ թվաբանություն է մաթեմատիկական, բայց մաթեմատիկայի հետ կապ չունի։ Դա ինչ է, եթե մաթեմատիկայի մեջ 1 գումարած 1-ը 2 է, սինեմայի աշխարհում 1 գումարած 1-ը դա 3 է։ Այն կյանքը, որ ապրել եմ ես Արցախում, պատերազմը, երկրաշարժը, այն կյանքը, որ ես ունեցել եմ, եւ բլյուզ դրան, այն ուսումնասիրությունը, գիտելիքը, որ ես ստացել եմ, ինձ թվում է, թե այդ երկուսի սիմբիոզը, համադրումը իրար հետ, ինձ օգնում է, որ ես կարողանամ կառուցեմ պատմությունները շատ զորեղ եւ ազդեցիկ ձևով։ Ես պետք է ասեմ, որ շատ կարդացել եմ։ Ես իմ ուսանողական տարիներին, երբ որ Երևան սովորել եմ, շատ կարդացել եմ ու շատ ֆիլմեր եմ դիտել։ Ես գրեթե տարիներ շարունակ ամեն օր մեկ ֆիլմ եմ նայում։ Եղել է որ 2-3 ֆիլմ, գրքեր, որոնք որ ինձ շատ օգնել են հասկանալու համար, թե ինչպես պետք է պատմություն պատմվի։ Si je dois parler maintenant de son film suivant, Gate to Heaven, je remarque que le film est, je trouve, encore plus précis, encore plus technique, encore plus maîtrisé d'un point de vue de la forme et de l'image. Mais cette maîtrise technique, cette maîtrise de la production n'empêche pas le film d'être très personnel aussi. Շատ անկեղծ պետք է ասեմ։ Շատ ավելի Gate to Heaven-ը տեխնիկական առումով լավ է, որովհետեւ շատ ավելի բյուջետ են ունեցել։ Որովհետեւ նախորդ երկու ֆիլմերի հաջողությունը բերել է նրան, որ կոպրոդյուսերները կարողանան գումար դնել։ Ça se voit à l'image, mais ça n'empêche pas que le film est très personnel. Մի ֆանտաստիկ բան պետք է պատմեմ, որ Ռիխարդ Զամելի հետ, գլխավոր դերասանի հետ, ես միջև որ ինքը օքեյ տա, որ գալիս է ֆիլմում խաղա, ես երևի թե մի 30-35 անգամ Skype այն ժամանակ Zoom չկար, Skype meeting ենք արել, 2 ժամ, 3 ժամ, եւ ես փորձել եմ Ռիխարդ Զամելի հետ խոսել քարակտերի մասին երկար եւ հիմնավորեմ թե ինչու ինքը պետք է խաղա։ Եվ այս տեսարանը ինչպես եմ ես պատկերացնում, ինքը ինչպես է պատկերացնում, հեշտ չի համաձայնվել։ Եվ երբ որ Ռիխարդը եկել է location խաղալու, մենք կարծես ամեն ինչ միասին արդեն որոշել ենք։ Il a bien fait de se battre parce que je trouve que l'acteur fonctionne très bien dans le film. Ռիխարդը ֆանտաստիկ դերասան է եւ ֆանտաստիկ մարդ է։ Ամենաֆանտաստիկ բանը նա է դերասանի համար, որ ինքը ռեժիսորին ինձ բռնում է եւ օգնում է թե ոնց ֆիլմը առաջ տանի։ Դու շութինգի ժամանակ 1000 խնդրեմ ունես։ Դու կարող ես բոլորը քեզ թողել, բայց դերասանը չպետք է քեզ թողի։ Որովհետեւ քո միտքը պետք է վերցնի եւ առաջ գա, պետք է հասկանա դու ինչ ես ուզում։ Որովհետեւ շատ թափի մարդիկ վերաբերվում են որպես աշխատանք, եկել են աշխատանք անեն ու գնան։ Եվ դերասանները կարևոր են որ ռեժիսորի հետ լինեն, հասկանան, որ դու ի վերջո ինչու ես անընդհատ ուզում, ավելին ուզում, ինչ ես ուզում ստանաս, որ չկա դեռ։ C'est très agréable de parler avec toi, mais je pense qu'il faut qu'on commence un petit peu à penser à la fin. J'aimerais, avant de finir, qu'il nous parle de son prochain projet. Հիմա մենք մի ֆիլմ ունենք, որ գտնվում է post-production-ի մեջ, կուզեմ դրա մասին խոսեմ, որ նկարել ենք Հայաստանում եւ Կիպրոսի մեջ, եւ շատ մեծ դերասաններ են խաղում, Արման Դասանտեն, Մայա Մորգենշտայն եւ Հեյնո Ֆերջ from Germany։ Եվ սպասում եմ այս տարի որ ֆիլմը ավարտենք եւ մենք ունենք մի քանի պրոյեկտներ, որոնք որ գտնվում են տարբեր этаպների մեջ, սկրիպտ ունենք, ֆանդինգի փուլում, concept development-ի փուլում, տարբեր պրոյեկտներ ունենք, որ Հայաստանում աշխատում ենք այդ։ Եվ պետքա այստեղ լինելով ասեմ Էստելի հրաշալի պրոյեկտի մասին։ Էստելը շատ գեղեցիկ idea-ով եկավ մեզ մոտ, թե ոնց կարող է այս մեծ մոլորակում մարդը կռվի, վերջի կռիվը տա, որ իր հոգին չկորցնի։ Եվ ես սիրեցի Էստելի ֆիլմի այդ գաղափարը։ Պատմությունը գալիս է աղջիկը ինչ որ պատմությունը, սա ուրիշ բան է, որովհետև իմ պատկերացմամբ 3 շերտ ունի ֆիլմը մինիմում։ Առաջինը դա նա ինչ որ կատարվում է, որ մենք տեսնում ենք ֆիլմի մեջ աղջիկը գնում է, տղան գալիս է, պատմություններ։ Երկրորդ շերտը դա ամբողջը սիմվոլներ է, եւ երրորդ շերտը դա փիլիսոփայությունն է։ Այս ֆիլմը ի վերջո ինչի մասին է, մենք ինչ ենք ուզում, այս մոլորակից ինչ ենք պատմում դա փիլիսոփայությունը։
Եվ էստելի ֆիլմում սիրեցի եմ, որ մարդը վերջի կռիվն է տալիս, որ իր հոգին չկորցնի, որովհետև այս մոլորակը իր հոգին մարդուն այնքան է մասնատե, մարդը ուղղակի կռիվ է տալիս իր հոգու համար։ Եվ հիմա էստելի պրոջեկտի վրա աշխատում ենք, սկրիպտն է գրվում, սկրիպտի development-ի մեջ ենք, եւ շատ կարեւոր մի բան, որ ես սիրում եմ այդպես աշխատել, իմ բոլոր ֆիլմերը այդպես եմ արել, սկրիպտի ժամանակ արդեն դերասաններին ընտրում եմ։ Եթե ես գիտեմ, որ այս քարակտերը դերասանն է խաղում, դա ինձ օգնում է, որպեսզի ես իմանամ սցենարը ինչպես զարգացնեմ, որ դա ինձ օգնում է։ Շատ կարևոր է դառնում, ավելի օրգանիկ է դառնում սկրիպտը։ Եվ հիմա էստերի ֆիլմի script development-ի փուլում ենք, աշխատում ենք, ես հավատում եմ, որ շատ խորը ասելիքով գեղեցիկ ֆիլմ պետք է լինի։ Եվ ես հավատ ունեմ, որ Էգարի ուսանողները կմասնակցեն ֆիլմի նկարահանմանը ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև կգան Հայաստան։ Եվ այդ համագործակցությունը կլինի ոչ միայն էստելի ֆիլմով, այլ մեր բոլոր պրոջեկտներով, որ մենք կարողանանք միասին համագործակցենք։ Je le souhaite aussi, en tout cas je le remercie. Pour conclure, s'il devait donner un conseil à un jeune étudiant de l'école, qu'est-ce qu'il donnerait comme conseil? Միշտ հավատը պայի Աստծո հանդեպ, մտածի, որ երկինքը դատարկ չի, sky is not empty։ Համար լինի, համար, թեկուզ 20 տարի անց, բայց մարդը կռիվ տա ուզենա ամեն կեր, որ վերադառնա, որտեղ որ ցանկացել է։ Համար լինի, որպեսզի կարողանա իր գաղափարները իրականություն դառնալ։ Ես 20 տարի առաջ մտածել եմ, որ ես հանձնվել եմ, որ Էգար չեմ եկել սովորելու։ Ես հիմա ընդունում եմ, որ ես չեմ հանձնվել։ Ես կարողացել եմ 20 տարի հետո վերաիմաստավորեմ, վերահաստատեմ ու կարողանամ գամ։ Պետք է համար լինեմ, համար եւ աշխատասեր։ C'est ce que je dis à mes élèves, il y a 3 mots importants au cinéma, c'est travail, travail et travail. Merci beaucoup, Jivan. Merci. Merci beaucoup. Շնորհակալություն։ Ça a été un plaisir.